Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալն օր-օրի ավելի է խորանում վերածվելով ճակատագրերի բախման, որտեղ ոչինչ պատահական չէ։ Թեև սերիալը դեռ նոր է էկրաններին, արդեն իսկ կարողացել է ձևավորել իր հավատարիմ հանդիսատեսը։ Մարդիկ ոչ միայն դիտում են, այլ ապրում են հերոսների հետ միասին, սպասելով յուրաքանչյուր նոր սերիայի, յուրաքանչյուր բացահայտման։ Սցենարը զարգանում է դինամիկ, բայց միևնույն ժամանակ ծանր հոգեբանական շերտերով, ինչը սերիալին տալիս է առանձնահատուկ խորություն։ Ճակատագրի ամենադաժան հեգնանքն այն է, որ Ռաֆայելի որդիները, չիմանալով անցյալի սարսափելի ճշմարտությունն, այսօր կամաց-կամաց մտնում են հենց այն մարդու ազդեցության դաշտ, ով կանգնած է իրենց հոր կործանման ակունքներում։ Լեոն իր աշխատասիրությամբ, ուժով ու մաքուր հավատով հայտնվում է Հունանի տեսադաշտում։ Նրա բռնցքամարտի տեխնիկան, կարգապահությունն ու ներքին կրակն անմիջապես գրավում են Հունանին։ Նա Լեոյում տեսնում է ոչ միայն մարզիկը, այլ ապագա հաղթող անուն, որը կարող է մեծ շահ բերել, բայց Լեոն դեռ չգիտի, որ այս հետաքրքրված հայացքի հետևում թաքնված է վտանգ, որը կարող է ճակատագրական լինել։ Դավիթի գիծը ևս շատ խոսուն է։ Նրա խոհարարական ուղին, որը թվում է խաղաղ ու անվտանգ, իրականում նույնպես կապվում է նույն շրջանի հետ։ Հունանի կնոջ ռեստորանում աշխատանք սկսելու հնարավորությունը Դավիթի համար փրկություն է տան վարձը վճարելու, ընտանիքին պահելու ու արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Նա ազնիվ է, բաց և անգամ չի կասկածում, որ այս լավ առաջարկի արմատները կարող են շատ ավելի մութ լինել։ Դավիթն ու Լեոն երկուսն էլ իրենց քայլերն անում են ապրելու համար, ոչ թե իշխանության կամ փողի, և հենց այդ անմեղությունն է նրանց դարձնում խոցելի։ Ավոյի կերպարն այս փուլում դառնում է սերիալի ամենախամվար ու ամենավտանգավոր առանցքներից մեկը։ Տարիները նրան չեն փոխել, նույն հաշվարկող, սառնասիրտ ու վրեժխնդիր մարդն է մնացել։ Նա գիտի ճշմարտությունը, գիտի ով է Լեոն, և հենց այդ գիտելիքն է նրան ստիպում գնալ ամենադաժան քայլին։ Ավոն առանց խղճի խայթի Վովային ասում է, որ ոչնչացնի Լեոյին։ Այստեղ հարցերը շատ են ու ծանր, ինչու նա այդքան վախենում է ճշմարտությունից, ինչու է պատրաստ զոհաբերել եղբոր-որդուն, միայն թե անցյալը չբացվի։ Ամենահետաքրքիրն այն է, որ դեռ պարզ չէ, Ավոն գիտակցում է արդյոք, որ Վովան հենց նույն Մարկն է, այն երեխան, որին տարիներ առաջ իր ձեռքով խլել են ընտանիքից։ Եթե նա գիտի, դա նշանակում է, որ նրա դաժանությունը սահման չունի, եթե չգիտի, ապա ճակատագիրը պատրաստվում է նրան հարվածել իր իսկ զենքով։ Երկու դեպքում էլ առաջիկա բացահայտումները լինելու են ցնցող։ Պապի գիծը շարունակում է մնալ սերիալի ամենահուզիչ ու մարդկային կողմը։ Տարիներ շարունակ սպասում, որոնում, մեղքի զգացում ու չհանգչող հույս։ Երբ նա Մանանին ասում է, որ գտել է զույգ եղբորը, այդ պահը ոչ միայն տեղեկություն է, այլ հոգևոր պայթյուն։ Բայց այդ հույսի մեջ արդեն սողոսկում է նաև սարսափը։ Իսկ եթե պարզվի, որ ամեն ինչի հետևում հենց Ավոն է կանգնած, որ նա է երեխային տվել այլ կնոջ, ոչ միայն թաքցնելու, այլ նաև պապից վրեժ լուծելու համար։ Գոյամարտն այս փուլում այլևս պարզապես սերիալ չէ բռնցքամարտի մասին, դա պատմություն է մեղքի, վրեժի, չասված ճշմարտությունների և այն մասին, թե ինչպես է անցյալը միշտ վերադառնում, անկախ նրանից որքան խորն են այն թաքցրել։ Ամեն նոր սերիա ավելի է խտացնում մթնոլորտը, և հեռուստադիտողը արդեն զգում է մեծ բախումն անխուսափելի է, իսկ այդ բախման գինը լինելու է չափազանց բարձր բոլորի համար։ Գոյամարտում լարվածությունն օր-օրի խտանում է, և յուրաքանչյուր նոր սերիա կարծես մի նոր հանգույց է ավելացնում արդեն իսկ բարդ ճակատագրերի շղթայում։ Այն, ինչ սկզբում թվում էր պարզապես բռնցքամարտի շուրջ կառուցված պատմություն, այժմ վերածվում է մարդկային հարաբերությունների չբացահայտված գաղտնիքների ու հոգեբանական բախումների իրական դրամայի։ Լեոն ավելի ու ավելի է խորանում սպորտային աշխարհի մեջ, չնկատելով, որ իր յուրաքանչյուր հաղթանակը միաժամանակ մոտեցնում է իրեն վտանգի։ Հունանի վերաբերմունքը նրա հանդեպ երկակի է։ Հունանը հիանալի գիտի, թե ինչպես օգտագործել մարդկանց ուժեղ կողմերը նրանց թուլությունների հաշվին։ Լեոյի մաքրությունը, հավատը արդարության հանդեպ և ընտանիքի համար պայքարելու պատրաստակամությունը կարող են դառնալ հենց այն խոցելի կետերը, որը Հունանը կփորձի հետագայում շահագործել։
Պապն արդեն զգում է ճշմարտության շունչը, նրա անհանգիստ քայլերը, չքնող գիշերները, հիշողությունների հետ խոսակցությունները ցույց են տալիս մի մարդու, ով պատրաստ է ամեն ինչի, միայն թե գտնի կորած թոռանը և վերջապես փակվի տարիների ցավը: Բայց որքան մոտ է ճշմարտությունն, այնքան մեծ է վտանգը, որ այն կարող է նոր ցավ բերել ոչ միայն իրեն, այլ բոլորին: Մանյանի, Դավիթի և Գրիշի գծերը ևս ավելի են բարդանում: Մանյանը կանգնած է ընտրության առաջ՝ զգացմունքներ, թե ընտանիքի արժեքներ: Դավիթն, ով միշտ փորձել է մնալ արդար ու բարի, սկսում է հասկանալ, որ այս աշխարհում բարությունը հաճախ թանկ գին ունի: Նրա ներսում կամաց-կամաց ծնվում է կոշտություն, որը նախկինում նրան բնորոշ չէր: Իսկ Գրիշը իր առողջական խնդիրներով ու չկայացած կյանքի ծանրությամբ դառնում է այն օղակը, որի շուրջ կարող են բախվել ամենասուր հակասությունները: Սերիալն առաջիկայում խոստանում է ավելի ծանր, ավելի հուզիչ ու ճակատագրական զարգացումներ: Ճշմարտությունները կամաց-կամաց դուրս են գալիս թվերից, իսկ հերոսները ստիպված են լինելու մենամարտել ոչ միայն իրար, այլ նաև սեփական խղճի, անցյալի ու ընտրությունների դեմ: Գոյամարտը հենց այս պայքարի մասին է՝ գոյատևելու, ներելու կամ չներելու և ամենակարևորը՝ ճշմարտությանը դիմանալու ուժ ունենալու: